Պարոն Միքայելյան, քանի որ դուք ևս Նիկոլ Փաշինյանի հետ այցելում եք Մարտի։ Հա, ինչ ես ասում դու, ինչ ես կպել այդ Նիկոլ Փաշինյանից դու։ Տարբեր հարցեր են տալիս քաղաքացիները եւ մի խնդրի վերաբերյալ օրինակ Նիկոլ Փաշինյանը սոցիալ նախարարն է ասում, որ պարզաբանն է։ Մի խնդրի վերաբերյալ պաշտպանության նախարարը։ Դուք ինչ հարցերով եք օրինակ քաղաքացիները ձեզ ինչ անհանգստություն, ինչ Ուրեմն այսօր ոչ էդի նախընտրական հարուզարշավ, այլ 8-րդ համաժողովի շրջանակներում, որ 50 հոգի ձայներ են ստացել, երկրորդ փուլ ընթանում, մենք բոլոր մարզերն այցելում ենք եւ տարբեր մարդկանց տարբեր հարց է տալիս ժողովուրդը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, որ մարդիկ մոտենում են, հոչի բանի։ Նկատում ձեզ կոնկրետ ինչ խնդիր։ Դե այդ ինչ հարց տալիս են, ինձ են տալիս, ես պատասխանում եմ։ Դե շատ բաներ կա, այսօր ինչքան լուր մնանք, ինչքան չխոսանք, դա մեր ազգային անվտանգության խնդիր է։ Բայց ամեն դեպքում շփումները ինչ են ցուցաբերում։ Շատ նորմալ։ Ունի այն բանը, հա, որ ընտրություններին 26 թվականի հունիսին։ Ես 26 թվականի ընտրության շրջանակներում չի կայանում։ Չէ, նկատում Այդ քարոզարշավ չի դա։ Ձեր թիմակիցները Մարդիկ ինչ հարց տալուց են, բոլորը իմ պատասխան են ստանում։ Այդ շփումներից դուք ինչ եզրահանգման եք գալիս, կա այդ ձեզ Այն եզրահանգման եմ գնում, որ կան ինչ-որ խնդիրներ, անհատների անձնական հարցեր են տալիս մարդիկ, որ հնարավորինս լուծում է տրվում, եթե օրենքի սահմաններում է։ դուք ձեր շանսերը ոնց եք գնահատում։ Շատ բարձր։ 50-ից ավելի տոկոս, ինչպես ձեր թիմակիցները։ Ես ասում եմ շատ բարձր։ Այ ամսի 8-ին կեն մաս ինչքան է։ 50-ից ավելա։ Պարոն Միքայելյան, կառավարության ներկայացուցիչների անունից ծաղկեպսակ է այստեղ բերվել պաշտպանության նախարարության կողմից, սակայն իրենք անձամբ ներկա չեն գտնվել։ Արդյոք այսօր այն օրը չէր, որ իրենք պետք է գային եւ անձամբ հարգեին սպառապետին։ Վազգեն Սարգսյանը եղել է մեր բանակի հիմնադիրը, կարող ասեմ բանակն իր միակ ժառանգն է։ Ամեն մեկն իր ձևով է ներկայանում, մեկը պսակով, մենք որպես Նաև Վազգեն Սարգսյանը երկրապահ կամավորականների միության հիմնադիրն է եղել, պատանի երկրապահի հիմնադիրն է։ Սա մեր առաջնորդն է Վազգեն Սարգսյանը։ Ես նորից եմ ասում, քանի ես կենթանում եմ Վազգեն Սարգսյանը չի մեռնի։ Դա չի նշանակում, որ Վազգեն Սարգսյանը ֆիզիկապես չկա, այսօր այն թողած գործը, իր թողած անվանդները մենք չենք շարունակում։ Մենք ամեն ձևի դուք լավ գիտեք ինձանից ընդհանրապես հարց եք տալիս, որ այս տարիների ընթացքում ես երբել եմ երկրապահ կամավորականի միության հանրապետության վարչության նախագահ, այն ամեն մի քայլ արում է Վազգենի թողած գործով։